իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Մեր եթերը շարունակվում է, այսօր տեղի ունեցավ տեղեկատվական արտահոսք, որի հղումը ուղղված էր ԱՄՆ նախագահի հատուկ բանականաց Steve Witkoff-ի վրա, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 11-ին կամ 11-ին, ըստ այդ արտահոսքի, ըստ պարոն Witkoff-ի, ԱՄՆ ջանքեր է գործադրում այս շաբաթվա վերջին Իրանի հետ միջուկային բանակցությունների 4-րդ փուլը անցկացնելու համար եւ այդ բանակցությունները տեղի կարող են ունենալ միայն մեկ դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղևորվի մերձավոր արևելք, այնտեղ պետք է ունենա բավականին մեծ այց։ Իրականում Իրանի շուրջ իրադարձությունները շարունակում են զարգանալ շատ հետաքրքիր հունով, շատ դեպքում շատ հակասական տեղեկատվություն ենք ստանում։ Այնուամենայնիվ այս ամենի մասին մենք այսօր քննարկում ենք ունենալու։ Մեր հյուրն է Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Փույա Հոսեյնին։ Բարև ձեզ, պարոն Հոսեյն։ Բարև ձեզ։ Որքանով է հավանական այդ բանակցությունների 4-րդ փուլը նշված ժամկետներում, հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, մենք այդ մասին կխոսենք, որոնք տեղի են ունեցել Իրանում, հայտնի նավահանգստում, Իսրայելում, եւ ընդհանուր առմամբ այն հրետորաբանությունը, որը մենք լսում ենք ԱՄՆ-ից։ Այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս, որ Ամերիկայի կողմել, Միացյալ Նահանգների կողմել կամք ունեն շարունակեն այդ բանակցությունները եւ Իրանի կողմել ասել է, որ պատրաստ է նախին ժամանակ, որ բայնավորվել են ինչ որ պատճառով, տեխնիկական պատճառով կամ այլ պատճառով, որ հայտնի չի մեզ, հետազեկվեց, հիմա Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանում հայտնել է, որ շաբաթվա վերջում հնարավոր է տեղի ունենա 4-րդ փուլը, եթե տեղի չունենա միայն լինում է Թրամփի այս է տարածաշրջանում, մերձավոր արևելքում, որը կարող է, եթե Թրամփը այս ունենա տարածաշրջանում, կարող է տեղափոխվի այդ բանակցությունների 4-րդ փուլը մյուս շաբաթ։ Այսինքն բանակցությունները իր հունով կենում են, ամեն դեպքում մենք ունենք լուրջ խոչընդոտ, լուրջ խանգարում մենք ունենք Իսրայելի կողմից, ամեն ինչ անում են, որ բանակցությունների ուղիղ ճանապարհը խոչընդոտեն եւ խանգարեն, իրենց մեծ լոբի ունեն Միացյալ Նահանգներում եւ վերջերս Մայք Վալցի գործից հանել է Թրամփի կողմից, դա վկայում էր, որ կան պաշտոնյաներ, կան կոնգրեսականներ, որ Իսրայելի լոբինգի մեջ են եւ աջակցում են Իսրայելին եւ ամեն ինչ անում են, որ այդ բանակցությունները զախողվի եւ Իրան եւ Միացյալ Նահանգները արձակատվեն ռազմական միջոցով եւ մինչեւ հիմա Թրամփը դիմադրել է, բայց անցած անգամ էլ, որ ինքը նախագահ էր, նման բան տեղի ունեցավ, Պոմպեո եւ այլ գործիչներ կային, որ ամեն ինչ անում էին, որ Թրամփը պատերազմի մեջ մտնի Իրանի հետ, բայց չի կարողացան այդ գործերը հաջողվեն իրանց կողմից, հիմա էլ նույն գործիքներ կան, այլ գործիքներ կան, կոնգրեսականներ կան, որ փորձում են այդ զախողեն այդ բանակցությունները եւ Իսրայելի լոբինգ է այդպես անի, որ Իրան եւ Միացյալ Նահանգները ուղիղ պատերազմի մեջ լինեն։ Իսրայելը ուզում է Իրանի հարցը Միացյալ Նահանգների ձեռքով լուծի եւ STP, որ Միացյալ Նահանգները ներկայացել Իրանի հետ պատերազմի հետ։ Տեսեք, պարոն Հոսեյնի, այս հայտարարության մեջ, այս արտահոսքի մեջ նշվում է, որ
բանակցությունների փուլը, 4-րդ փուլը կարող է չկայանալ միայն մեկ դեպքում, եթե Դոնալդ Թրամփը գնա մերձավոր արևելք, արդյոք սա ձեր նշված տրամաբանության շարունակությունը չէ եւ արդյոք այդ մերձավոր արևելք այցի ժամանակ Թրամփը Իսրայել չի գնալու դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ինչպես ես նայեցի Արաբիա Սաուդի, Կատար, մի քանի արաբական պետություն պետք էր Իսրայելի մասին խոսքը դեռ չկար, ես չնայեցի, չեմ տեսել նման Իսրայելին այսին, բայց եթե արաբական պետություններին է այսում, մենք գիտենք արաբական պետություններն շատ անհանգիստ են, եթե բախում լինի Իրան եւ Միացյալ Նահանգների հետ մերձավոր արևելքում, իրանց էլ ուզեն չուզեն ներկայացվում են պատերազմի մեջ, որովհետեւ Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունի այդ երկիրներում եւ այդ ռազմաբազաները Իրանի ուղիղ թիրախում են եւ Իրանը հայտարարել է նման հարցակում լինի Միացյալ Նահանգները Իրանի վրա բոլոր հարևան երկիրները, որտեղ Ամերիկա ռազմաբազա ունի, իրանք էլ օրինական մեր թիրախում են եւ իրանց չեն ուզում ներկայացվեն նման պատերազմին, որը շատ ամբողջ տարածաշրջանը կվարակի եւ շատ հետևանքներ կունենա իրանց համար ամեն դեպքում հիմա Թրամփը այդպես ամեն դեպքում մի կողմ սպառնալիքները հնչում, բայց մի կողմ էլ ուզում է բանակցի Իրանի հետ Իրանը հայտարարել է, որ Կարմիր գիծը իր համար այլ թեմաներ, միայն միջուկային ծրագրի շուրջ է բանակցելու եւ այդ 3 փուլ, որ անցել է, միայն միջուկային ծրագրի շուրջ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ են բանակցել, դա ցույց է տալիս, որ Իրանը հաջողվել է, Իրանին հաջողվել է, որ փորձի սահմանափակել այդ բանակցությունները միայն միջուկային ծրագրի շուրջ ոչ ավել, որովհետև սկզբից Թրամփը նամակ էր ուղղել Իրանի հոգևոր առաջնորդին, գետերն կային, որ բազի միջուկային ծրագիրը Իրանի հերթիրային ծրագիր է եւ Իրանամետ ուժերը դարաշրջանում էր ինքը թրախավորել էր, ինքը ուզում էր չզուգացնել դրանց, բայց հիմա ինչքան բանակցությունները մինչեւ այդ փուլը գնացել է, միայն միջուկային ծրագրի շուրջ է եղել։ Տեսեք, պարոն Հուսեյնի, ես հիմա ցիտեմ նորից մի հատված այդ արտահոսքից, Բանականաց Ուիտքոֆը դրական է գնահատել միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները, նրա խոսքով կողմերը հասնում են որոշակի առաջընթացի։ Ուիտքոֆը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Դուք նշում եք, որ Իսրայելը ուզում է, որպեսզի Իրանի հարցը լուծվի ԱՄՆ ձեռքերով, ստից հարց է առաջանում, իսկ ԱՄՆ-ի շահերից դա բխում է, որ իր ձեռքերով Իրանի հարցը լուծվի այս պահին, այնպես ինչպես դա ցանկանում են տեսնել Իսրայելում։ Միանշանակ ոչ, բայց այնտեղ մեծ լոբի ունեն, ասում եմ, որ այդ մեծ լոբի ճնշման տակ Թրամփը պիտի աշխատի, պիտի այդ գիծը պահի եւ կարողանա հաջողի Իրանի հետ այդ բանակցությունները մինչեւ վերջ, որովհետեւ մինչեւ հիմա ինչքան Թրամփի վարչակազմը սկսել է աշխատել, ոչ մի հաջողություններ չունեցել, ոչ Ուկրաինայի պատերազմի դադարեցումը, ոչ ինչ որ ինքը հայտարարել է, եթե Իրանի հետ բանակցությունները հաջողվի, մեծ հաղթանակ կլինի Թրամփի վարչակազմի համար եւ Թրամփը չի ուզում մեծ լայնածավալ պատերազմի մեջ մտնի Իրանի հետ, որովհետեւ ինքը բուն նպատակ է դրել է Չինաստանին եւ ուզում է բանակցությունների միջոցով Իրանի հետ համաձայնություն կա եւ ինքը կարողանա իր 4 տարի իր կառավարված կառավարությունների ժամանակ ինքը կարողանա Չինաստանի դեմ պայքարի, որովհետեւ Չինաստանը առաջին խնդիր է Թրամփի համար, Թրամփի վարչակազմի համար։ Շարունակելով այս տրամաբանությունը, ես չեմ կարող երկու իրադարձության մասին չխոսել ձեզ հետ։ Առաջինը դա այն ցավալի իրադարձությունն էր, պայթյունն էր իրանական Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում, շուրջ 100 զոհեր կան եւ փաստացի նավահանգիստը ոչնչացված է, որից հետո մի քանի օր հետո հութիների հերթական հարվածից հետո մի հրթիռ եկավ եւ ընկավ
հասավ իսրայելական Թել Ավիվի Բեն-Գուրիոն, հա, аэропորտ օդանավակայանը։ Այս երկու իրադարձությունների միջև կապ տեսնում եք։ Իրանը դեռ պաշտոնական չի հայտարարել, միայն պաշտոնական հայտարարություն է այդպես է որ վեցար է եղել եւ այլ արտարոց բան դերսի կոմիս ինչ-որ բանը ուժի միջոցով չի եղել այդ բայթունը բայց ամեն դեպքում շատ կարևոր իրադարձություն էր, որովհետև Բանդար Աբբաս նավահանգիստը, Շայդրաջեի նավահանգիստը շատ մեծ նավահանգիստ է, որ հենց հյուսիս-հարավ ճանապարհի մասին է Հնդկաստան եւ Չաբահար այդ ամեն ինչը կապ ունի Իրանի տրանզիտ ճանապարհին եւ այդ երկիները, որ աշխատում են Իրանի հետ եւ դա ազդում էր շատ վատ ազդեցություն կարա ունենա այդ տնտեսական հարցերի վերաբերյալ եւ հութիների հարցը մենք գիտենք քանի ամիս է Միացյալ Նահանգները հութիներին հարվածում է բայց դեռ չի հաջողվել որ իրանց չեզոքացնի հութիները սպառնում են Իսրայելին որ ամբողջ Իսրայելի օդի ճանապարհը կփակեն մինչև հիմա կարողացել են Իրան մեծ խոչընդոտ ստեղծեն նավահանգիստներ նավերի համար եւ զովային ճանապարհների համար Իսրայելին հասնող եւ Իրան հիմա ուզում են Բենգորի օտավարականի հարվածելով նաեւ Իրան հարված հասնեն նային օթային ճանապարհը դեպի Իսրայել, այդպեսի աջակցում են հութիները Ղազեի ժողովրդին, որը հիմա մենք տեսնում ենք Նեթանյահու սպառնում է Ղազեի ժողովուրդը, որ ամբողջ բնաջնջվի կամ իրանց տեղափոխի այլ տեղ եւ շատ սղայսպանություն է տեղի ունենում եւ բոլոր կողմերը լուր են այդ իրադարձությունները որ Ղազեում կատարվում է բանակցությունների վրա չի ազդում, որովհետև հենց դրանից հետո էր այսօր բարոն Էստիկաֆը ասում է, որ բանակցությունները շարունակվում են, այսինքն հութիների հարձակումը Իսրայելի վրա կամ Միացյալ Նահանգների հարվածները հութիների վրա առանձին հարց են, չեն կարող ազդեն, մինչև հիմա չեն կարող ազդեն բանակցությունների վրա, բայց Իսրայելը փորձում է կապ հաստատի, կապվի այդ հութիների հարձակումը Իրանի հետ, որպեսզի կարողանան ինչ-որ հարվածներ հասնեն Իրանին եւ դրանով ստիպեն Իրանին էլ պատասխանի եւ դրանով հասնեն, որ այդ բանակցությունները զախողեն։ Ամեն ինչ անում է Իսրայելը, սադարում է Իսրայելը, որպեսզի այդ բանակցությունները խոչընդոտեն եւ խանգարվեն։ Պարոն Հոսեյնի, ըստ ձեզ, կոնկրետ ըստ ձեզ, որն է Իրանի համար կարմիր գիծը ԱՄՆ-ի հետ բանակցություններում, որից այն կողմ Իրանը չի գնալ ուղղակի այդ բանակցություններում։ Իրանը հայտարարել է, որ հերթիրային ծրագիրը իր համար կարմիր գիծ է, տարածաշրջանում Իրանամետ ուժերի չեզոքացնում է եւ չեզոքացնում է Իրանի համար կարմիր գիծ է, նաեւ միջուկային ծրագիրի շուրջ էլ նաեւ Իրանի համար կարմիր գիծ է, որովհետեւ ասում էին, որ Իրանը չի պիտի ուրանի հարուստացնում ինքնորուն անի, պետք է ինքը հազնի բոլոր հարուստացված ուրանը Ռուսաստանի կամ երրորդ կամ այլ երկիր, բայց Իրանի համար դժվար Իրանը համաձայնվի, կարող է շատ ինչ-որ եթե լուրջ կարանտինաներ լինեն, լուրջ լրաշխիքներ լինեն, կարող է այդ քայլին գնան, բայց Միացյալ Նահանգները պատրաստ չի կարանտիները Իրանին տալ, որովհետև եթե մենք բոլոր մեր
պահեստացված ուրանի հարուսացված ուրանը մենք հանձնենք, եթե պահանջենք կարող է Իրան հետո մեզ չի տան եւ հետո մեր համար լուրջ խնդիր լինի եւ այդ հնարավորությունը որ մենք կարողանանք ուրան հարուստացնենք մեզանից վերցնեն որ եւ մենք դրանով կարողանան Իրանի միջուկային ծրագիրը խոչընդոտեն Իրանը պետք է այդ ծրագիրը որովհետեւ Իրանը աշխատում է NPT շրջանակում ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունի օրենքների սահմաններում եւ Իրանը իրավունք ունի ստորագրել եւ իրավունք ունի իր ոչ ատոմային ծրագիրի համար խաղաղ ծրագիրի համար ինքը ուրան հարուստացնի ինչքան դոգոս ինչ որ դոգոսով Իրանը այդ իրավունքը ունի եւ Իրանը իր իրավունքից ավել չի ուզում եթե պետք է վերահսկություն լինի լուրջ վերահսկություն լինի որ անջամ անցած անգամ եղել էր միջուկային էներգիայի ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունի կողմից լուրջ վերահսկություն էր կատարում Իրանի միջուկային ծրագիրի վրա եթե նման բան նորից ատոմային այդ կազմակերպությունը կա եւ փորձի վերահսկի այդ ծրագիրը Իրանը այդ հնարավորությունները կունենա եւ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում եթե Իրանը սահմանափակ լինի եւ վերահսկությունի տակ լինի ինչպես կարա ատոմական ռումբ ստեղծի Միացյալ Նահանգների կարմիր գիծել էր որ Իրանը չունենա միջուկային ռումբ, միջուկային զենք եւ Իրանը տարբերաբար հայտարարել է որ նման կարիք չունի, նման նպատակ չունի եւ բոլորը կարան միջազգային կազմակերպությունների վերահսկությունի տակ Իրանը շարունակի իր ատոմական ծրագիրը Իսկ ըստ ձեզ կան բացի Իսրայելից երկրներ, որոնք շահագրգռված չեն ԱՄՆ Իրան գործարքում, օրինակ հաշվի առնելով, որ այդ դեպքում իհարկե շատ դանդաղ, եթե լինի այդ համաձայնությունը, բայց Իրանի վրից հանվելու են պատժամիջոցները առաջին հերթին կապված նավթի արտահանման հետ։ Միանշանակ շատ երկիրներ կան, հենց Արաբիա Սաուդիը, հենց մեր տարածաշրջանում բոլոր երկիրները հարևան երկիրներ են Իրանին, որովհետև Իրանը Թուրքիա է անգամ կարամ ասեմ, բայց ոչ նավթի ամեն դեպքում, եթե պատժամիջոցները դուրս կան, Իրանը մեծ հնարավորությունները ձեռք բերում տնտեսությունը ուժեղացնի, Իրանը զարգանա, լավ կարողանա իր երկիրը զարգացնի եւ դա ձեռնտու չի մեր հարևան երկիրներին, որը մերսակցում են տարածաշրջանում Իրանի հետ եւ դա խանգարում է եւ հակասում է իրենց շահերին։ Իսկ Ադրբեջանին եւ Ռուսաստանին Ադրբեջանը Ռուսաստանը միանշանակ, որովհետև այն ժամանակ Իրանը կարող է հնարավորություն կունենա իր գազը, իր նավթը արտահանի նավթը Չինաստան եւ այլ երկրներ, որ պահանջարկ ունեն եւ գազը դեպի Եվրոպա եւ դա լուրջ մերսակցություն է Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար, իհարկե այնտեղից էլ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ուզելա Կաթար կա, Կաթար էլ շահագրգռված բոլոր երկիրները, որ Իրանի հետ մերսակցում են, իրան շահագրգռված չեն, որ Իրանը հասնի այդ աստիճանի, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները բարելավի Ինձ թվում է, եթե կարողանանք մենք հասնենք այդ նպատակին Իրանը մոտակա տարիներ ավելի շատ հզոր երկիր կլինի տարածաշրջանում եւ Իրանը ցույց է տվել, եթե այդ պատժամիջոցները փաստացի տարիներ շարունակ չեն աշխատում Իրանի վրա ժամանակն է, որ այդ պատժամիջոցները դուրս կան Իրանի վրա եւ Իրանը կարողանա ամբողջ աշխարհի հետ ազատ առևտուր անի։ Ավարտվեց նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Ադրբեջան,
այնտեղ հնչեցին իր կողմից բավականին լավատեսական, բարյացակամ հայտարարություններ Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ, Ադրբեջան-իրանական հարաբերությունների մասով, ինչն էր ձեզ այստեղ դիվանագիտություն եւ ինչն էր արտացոլում Իրանի իրական նպատակադրումները եւ դիրքը։ Տեսեք, Իրան-Ադրբեջանի այդ վերջերս բարելավել հարաբերությունների բարելավումը մենք երկու կողմի ենթատեքստում չպիտի նայենք, մենք պետք է տեսնենք, որ ամբողջ տարածաշրջանում ինչ է կատարվում, նախ Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցությունները տեղի ունենում, հետո Իսրայել եւ ԱՄՆ-ի էսպառնալիքը, ռազմական էսպառնալիքը կա Իրանի վրա, եթե բանակցությունները զախողվի, հնարավոր է ռազմական գործողություններ լինեն Իրանի դեմ, եւ երրորդը տարածաշրջանը, որովհետև Մերձավոր Արևելքի բոլոր գործընթացները ուղիղ կապ ունեն Անդրկովկասի տարածաշրջանում, եթե որովհետև շահառուները այնտեղ նույնն են, նույն Իսրայելը, որ այնտեղ կա, այստեղ կա, նույն Իրանը, որ այնտեղ կա, այստեղ կա, եւ եթե այնտեղ մենք խնդիր ունենանք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից ռազմական բախում տեղի ունենա, շատ հնարավոր է երկրորդ ճակատը բացվի Անդրկովկասից Իրանի դեմ, դրա համար է եւ նաեւ պետք է հաշվի առնենք դրանից առաջ պարոն Արաքչի Իրանի արտաքին գործերի այսը Հայաստանում եւ իր շեշտադրում է, որ ինչքան շուտ հնարավոր է խաղաղությունի պայմանագիրը երկու կողմը ստորագրեն, որ Իրանը հանգիստ լինի այս կողմից, որ այստեղից բախման հնարավորություն եւ պոտենցիալ չկա, որովհետև դրա համար է Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրում, որովհետև սպասում է տեսնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ուր են հասնում, եթե ռազմական բախում լինի Իրանը եւ Միացյալ Նահանգների հետ, իհարկե Իրանի դիրքերը թույլանում են եւ Իրանը մեծ գործուն է Ադրբեջանին զսպելու Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ լուրջ գործունը տարածաշրջանում Անդրկովկասում, դրա համար էլ մինչև Նեթանյահուի այսը Ադրբեջանում, որ մենք գիտենք, որ 5 օրյա այս գարայր ուզում էր ունենալ ամիսի 7-ին մինչև 12-ին ուզում էին այսրել, բայց սիրիական եւ Ղազեի հարցերի վերաբերյալ խնդիրների համար ինքը այսը հետաձգեց, մինչև Նեթանյահուի այսը Իրանի նախագահը այսրեց, այդ ամբողջ ենթատեքստում պետք է Իրանի նախագահի այսը տեսնել եւ այդ ջերմ խոսքերը, որ այնտեղ տեղի ունեցավ, բոլորը այդ ենթատեքստում են, Իրանը փորձում է Ադրբեջանին չզոքացնին, Իրանը փորձում է իր ազդեցությունը մեծացնի Ադրբեջանին, որպեսզի Իրանի հակառակորդները եւ մերձակիցները Իսրայել եւ Թուրքիա ավելի ազդեցությունը նվազվի Ադրբեջանի վրա, այդ նպատակը ունի եւ Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման բուն նպատակը Ադրբեջանի չզոքացնումը եւ ազդեցությունը մեծացնումը եւ զսպելն է Իրանի դեմ գործողություններին, բայց Իրան եւ Հայաստանի հարաբերությունները ավելի եղբայրական են, ավելի բարեկամական են, այսինքն այդ զսպելու գործունը չկա Իրան եւ Հայաստանի միջեւ, ինչքան կա Իրան եւ Ադրբեջանի մեջ։ Բուն նպատակը դա եղել Իրանի այսը, Իրանի նախագահի այսը Ադրբեջանում եւ ինչ որ տեղի ունեցավ։ Այդ այցի ժամանակ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Թարֆենի խոսքով Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիկին նաեւ հնչեցրել է այսպիսի մի առաջարկություն Բաքվում, առաջարկելով ստեղծել Իրան, Ադրբեջան, Վրաստան տարանցիկ միջանցք տրասեկայի շրջանակներում։ Որքանով է ըստ ձեզ
ինչպիսի շանսեր կա, որպեսզի այդ նախագիծը իրականանա եւ ինչն է ստիպում Իրանին գնալ այդ ճանապարհով եւ այսպիսի առաջարկություններ հնչեցնել, հաշվի առնելով, որ այդ նախագիծը հերթական անգամ շրջանցում է Հայաստանը։ Բազի դա էլի հույսից հարավ ճանապարհ էր, որ Ռաշտ աստարայի այդ հատվածը պետք է վերանորոգեր եւ Իրանը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով կապվի երկակիցով դա էլ մի ծրագիր էր, դա բոլոր ծրագիրներ են, որ Իրանն նպատակ ունի իր տարբեր ճանապարհներ ունենա դեպի Եվրոպա, դեպի Եվրասիա, բայց դրանց իմ կարծիքով այդքան ավելի շատ քաղաքական բան են, կամ իրական այդ ճանապարհները կարան իրագործեն, որովհետև Իրանը բազի այդ ճանապարհները ունի Հայաստանի ճանապարհը եւ Հայաստանի ճանապարհը ավելի շահագրված է իրագործի, որովհետեւ կապվածությունը Ադրբեջանի հետ ինչքան քիչ լինի Իրանի շահից է բխում, ամեն դեպքում Իրանը փորձում է քաղաքական ազդեցություններ պահպանի ինչ որ շահագրգռի Ադրբեջանին, որովհետեւ Զանգեզուրի միջանցքը տեղի չունենա, այսինքն Իրանը ինչ որ շանսեր է տալիս Ադրբեջանին, նաև նախագահ Պեզեշկյանը այդ այսի ժամանակում եւ մինչեւ այսը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Իրանի տարածքում Ադրբեջանին շատ բարի լավ ճանապարհներ հատկացնի Ադրբեջանին միացնել Նախճեվանին, այդ ամեն ինչը այդ ենթատեքստում է, որ Իրանը փորձում է Ադրբեջանի շահագրգռի, որովհետեւ դուք ունենաք տրանզիտ ճանապարհներ, լավ նախագիծներ Իրանի հետ, եթե աշկ փակեք այդ Զանգեզուրի միջանցքին եւ այդ նեգերդումները թողեք։ Դա էլ այդ հատված է, բայց ամեն դեպքում Իրանը նաև Հայաստանի միջոցով էլ շատ լուրջ աշխատում է, մենք տեսնում ենք պրոյեկտները հյուսիսարավ ճանապարհը հիմա շատ ակտիվ աշխատում են, եթե Հայաստանի ճանապարհները բազվեն եւ բարի լավ ճանապարհ ունենանք Հայաստանի միջոցով, միանշանակ առաջինը Իրանը օգտագործում է Հայաստանի ճանապարհները։ Իդեպ իմ հաջորդ եւ երևի թե վերջին հարցը հենց այդ մասին է, ես գիտեմ, որ ձեր այս այցի ժամանակ դուք հանդիպել եք Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, ինչպիսի տպավորություններ կան, ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք բերի, եթե իհարկե ձեռք են բերվել։ Զրագիրն ենք ներկայացել Սյունիքը որպես տնտեսական հաբ տարածաշրջանում, որովհետև Սյունիքը մենք համ Իրանի համար Հայաստանի Սյունիքը համ Իրանի համար, համ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, մենք մինչև հիմա մենք ներկայացություն ենք հաստատել դիվանագիտական ներկայացություն ենք հաստատել Կապանում, Սյունիքում, այնտեղ մեր դիվանագետը այնտեղ է եւ մենք պետք է այդ ծրագիրի շուրջ տնտեսական ներկայացություններ լուրջ ունենանք Սյունիքում, որովհետեւ այնտեղ պետք է ներդրումային ծրագիրները ներգրավենք ամբողջ Իրանին մի քանի ամիս աշխատանք է ամբողջ Իրանում պետք է բոլոր մայրաքաղաքներում սեմինարներ լինի Սյունիքի ներդրումային պոտենցիալը ներկայացնենք բոլոր ռայոնների, բոլոր մեծ քաղաքների գործարարներին եւ բիզնեսի հատվածին եւ փորձենք ներդրումները ներգրավենք Հայաստանին, եթե նման բան տեղի ունենա եւ մեզ հաջողվի մեծ հոսք ներդրողներ բերենք Հայաստան, Սյունիքում, այնտեղ աշխատատեղներ կբացվեն, համ Իրանի համար է լավ, համ Հայաստանի համար, որովհետեւ Իրանը Սյունիքի եւ Հայաստանի միջոցով իր պրոդուկտը, իր ապրանքները կարա արտահանի դեպի Եվրոպա, դեպի Եվրասիա եւ նաեւ այնտեղ աշխատուժի խնդիրը կլուծվի, այնտեղ բնակչությունի պահպանման Սյունիքում հարցը կլուծի, դեոգրաֆիկ հարցը կլուծի եւ
համ անվտանգային, համ քաղաքական, համ տնտեսական բոլոր առումով այդ ծրագիրը լավ է եւ շահավետ է մեր երկու երկիրների համար։ Հուսանք, որ այդ ծրագիրը հետևողական կզարգանա, հաջողություն եմ մաղթում ձեզ եւ մեզ, շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ Նույնպես շնորհակալություն։ Մեր հյուրն էր Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Բույա Հոսեյնին, մենք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը։